30 տարի, չգիտեմ, տարբեր իշխանությունների ժամանակ, ուրեմն աշխարհում բազմաթիվ օրինակներ կան, կարծում եմ դուք էլ գիտեք, որ չլուծված բազմաթիվ խնդիրներ կան։ Կիպրոս, Մերձդնեստր, Աբխազիա, չգիտեմ, նոր ասում եք Պաղեստինի անկախությունը նոր եք ճանաչել, 30 տարի առաջ չեք ճանաչել կամ մի ամիս առաջ չեք, կամ նույն Կուրիլյան կղզիների հետ կապված Ճապոնիայի եւ Ռուսաստանի, այսինքն դուք բերում եք մի հատ sense մանր բաներ եք բերում մեջ, ուզում եք փորձեք ներկայացնենք, որ գիտեք ինչ, որ մեզնից բացի ուրիշ իշխանություն կա, հատկապես այդ իշխանությունները կան, վաղը պատերազմը հայտարարվելու բոլոր հարևանների եւ ոչ միայն հարևանների համաշխարհային պատերազմ ենք հայտարարելու։ Լավ, այդքան պրիմիտիվ, այսինքն ոնց կարելի է նման խոսույթով հանդես գալ։ Բա այդ որը հաճախակի մեջ եք բերում, ասում եք, բանա, չէ, իշխանության մաս եք կազմել։ Այո, իշխանության մաս կազմել ենք։ Բայց իշխանության մաս ենք կազմել։ Հաճախ եք օգտագործում երկրորդ նախագահը։ Երկրորդ նախագահը, որ եղել է իշխանության, չի բանակցել։ Փողզիջման մասին խոսքի իհարկե եղել է։ Թուրքիայի հետ չի նստել խոսացել են։ Բայց արժանապատիվ կեցվածք են դրսևորել։ Մի տենց տպավորություն ստեղծեք, որ պատերազմ ու հետո վերջում 20 թվականից մինչև հիմա 4 պատերազմ եք բերել ես մեր ժողովրդի գլխին։ Գոնե այդ ամեն ինչ այնքան թարմավոր, ախր խոսելը դրա մասին ավելորդ է։ Ինչ վերաբերում է ձերյան դիտարկմանը, որ գիտեք ինչ կա, չենք խոսում, որ չխանգարենք։ Բա միջազգային հարթակների մեջ ձեզ տենալով ուրիշ պետությունները, կազմակերպությունները, դիվանագետները, երկրների ղեկավարները ասում են, որ սրանք չեն խոսում, մենք ինչի պետք է խոսանք։ Եթե դու քուտան համար չես պայքարում, քուտան անդամների համար չես պայքարում, ուրիշ մեկը շատ པարզ օրինակ եմ բերում էլի։ Ուրիշ մեկը քեզ համար կա պայքարելու։ Ով է ասել, որ այդ ես էլ հակառակ ասեմ, լռությունը ինձ համար կներեք, բայց համաձայնության նշան է։ Այսինքն ինչ է նշանակում լռում ենք, որ հետ կան։ Պետք է խոսանք, պետք է ասենք, որ մեր հայրենակիցները այնտեղ խոշտանգվում են, ինչա մարդամեկն էլ կա ասում է, լավ պայմաններում են ասում է, այնտեղ բանանում, այդ մարդիկ ասում, Բաքվում լավ պայմաններ են ստեղծված։ Լավ, գոնե տենց հայտարարություններ մի արեք։ Ու հիմնականում էլ եմ կրկնում։ Այդ Եվրոքվ ինչ էր անունը, Արտակ Զեյնալյանը ինչ է։ Այդ չի կարելի մարդկանց, որոնք որ այնտեղ խոշտանգվում են, որոնք որ այն վիճակի մեջ են, որ չգիտեմ, էլ ամեն հայ մարդու սիրտը բանանում։ Այդ առումով մատի չեք տալիս։ Եվ նորից եմ կրկնում, մեր կոչն է, մեր հորդորն է, այս հարցում ավելի պատասխանատու դիրքորոշում ունենալ, անել առավելագույնը այդ մարդիկ որ առաջ հայտնվեն իրենց ընտանիքներում, դա ձեր պարտականությունն է, որպես իշխանություն, ձեր պարտականությունն է։ Եվ այն ամեն ինչ որ կատարվում է, օրինակ մենք այսօրին վերջացնեմ, որ շատ բան չլինի, այսօրին նաև մենք ինչ ենք տեսնում, որ ամբողջ քրեական գործերը որ կան ֆարս։ Անկամ Նիկոլ Փաշինյանն ասում, դեղեր են սրսկում այդ մարդկանց, ես իմ ինչ են անում։ Չէ, խոսում էր, ասում էր, ինչ որ ներգործություն են անում, որ մարդիկ ես իմ ինչ խոսան ինչա։ Բայց տեսնում եք մարդիկ ինչ արժանապատիվ կեցվածք են դրսևորում։ Ու Բաքվից հնչած Ռուբեն Վարդանյանի կոչը, որ մի հավատացեք, անգամ այնտեղ է մարդը համարձակություն ունենում, ասի որ մի հավատացեք ժողովուրդ ջան, այդ մարդ իր մաշկի վրա զգալով, ասում է ադրբեջանցին մնում է նույն ադրբեջանցին, բան չի փոխվել։ Եվ գործընկերներս էլ որ ասում են, այս ամեն ինչ որ կա, մենք նորից էլի պնդում ենք, որ այս գործընթացը չի կարող մեզ լավ տեղ տանել եւ մենք չենք ասում թե Ադրբեջանի հետ մի բանակցեք, մենք նման բան չենք ասում, մենք ասում ենք այն ամեն ինչ որ ասես ես նորից էլի չեմ ուզում կրկնեմ։ Եվ ավելացնեմ, որ ամեն մեր մի աշխատած վաղը միսօր Աստված մի արասը, եթե ինչ որ մեր մի հայրենակցի Ադրբեջանի բանտում մի բան պատահի, դրա տակից ոչ մեկը չի կարող դուրս գա, ոչ մեկ։